Ողջույն բոլորին, այս տեսանյութում հաջորդ շաբաթվա կանխատեսումն է հունիսի 15-ից մինչև 21 ընկած ժամանակահատվածի համար։ Գնայինք ինչպես որ նայել ենք, այնպես շատ երկար ստացվեց և 2 ժամ տրամադրել միայն սրան և առանձնացվեց ստիպված և փնտրում էին մարդիկ իրենց նշանները։ Դա համար այսպես ավելի հարմար է, նման երկար տեսանյութեր կանեմ գուցե տարվա համար, նաև ամսվա համար։ Ուղղակի, որ կրկնում են դրա համար նյարդայնացա և ուզեցի ավելի ուրիշ ձև անել, բայց շատ երկար ստացվեց։ Միևնույնն է, հա, պետք չի մտածել, որ կրկնում են, ուրեմն արժե փոխել, թող իրենք մտածեն, որ կրկնում են դիմացինին։ Եվ մի բան էլ եմ ուզում նշել, հարգելիներս, ինչպես որ ես եմ տեսնում, հայկական ալիքներ են բացվում և քարտերով են նայում, իմ հետևորդներից շատերը նաև նայում եք իրենց, բայց մի փոքր եղեք ուշադիր, թե ում եք նայում և ինչ եք նայում այնտեղ, նեռի նկարն է տեղադրված և դուք շատ սիրալիր նայում եք, մեկնաբանություններ եք գրում, շնորհակալություն եք հայտնում, եղեք ուշադիր, ճիշտ է, ես չէ, որ ձեզ պետք է ասեմ, բայց միգուցե նաև դուք տեղեկացված չեք ուղղակի, թե ում եք նայում, ինչի եք նայում և այլն, երկար մտածեք, որովհետև եթե դրված է շատ մեծ նկար, նեռի նկարը, ապա դա արդեն լավ բան չի հուշում։ Եվ ինչպես որ ես եմ տեսել արդեն, բոլոր հայկական տառոլոգները աշխատում են մութ ուժերի հետ, և այդ մութ ուժերը պարզ երևում է իրենց արձանիկներից, իրենց մթագնած տեսանյութերից, որովհետև միայն այդպես են աշխատում սև ուժերի հետ։ Այսինքն տեղեկատվությունը ստանում են իրենցից, որ ձեզ ասեն, և դուք էլ ստանում եք նեռից տեղեկատվություն։ Մնացած որոշումը ձերն է, ում կնայեք, ում չեք նայի, ես ոչ ոքի չեմ կարող ասել, ես միայն կարող եմ զգուշացնել մասնագիտորեն, որ յուրաքանչյուր տարոք քարտով աշխատող մարդ, եթե աշխատում է մթնած վայրում, եթե աշխատում է նեռի նկարը դիմացը դրած, եթե աշխատում է հատուկ արձանիկներով, այդպես մութ շրջապատ է ստեղծում իր համար, դա միայն նեռից է։ Նորմալ, ուղղակի ձեզ տեղեկատվություն ասող մարդը երբեք չի մթագնում տեսանյութը։ Այսինքն ինքը մութ ժամանակ է աշխատում, որ մութ ուժերի հետ աշխատի։ Ես չեմ տեսել ոչ ոքին, ով որ սկսի հայկական, իրենց թվում է, թե պետք է նեռի հետ աշխատել և նեռից տեղեկատվություն ստանալ դրան ու ձեզ էլ իրենից տեղեկատվություն փոխանցել։ Այնպես որ շարունակությունը և ամեն ինչը թողնում եմ ձեզ, ես տեսել եմ, որ իմ հետևորդներից կային այնտեղ, ես տեսել եմ նաև, որ իմ չար հետևորդներ, ովքեր որ ինձ վիրավորեցին, թողեցին գնացին, բնական է չար են, դրա համար ձգում է չարը, դուք ինքներդ էլ ձեր մեջ մի լավ փնտրեք, ինչու է ձեզ այդպես այդ չարը հետաքրքրում, հա, հետո նոր շարունակեք նայել, միգուցե ձեր մեջ էլ է սերմանել, նստել չարը, ևս դրան ուշադրություն դարձրեք, որովհետև եթե չար բաներ է ձեզ հետաքրքրում, ուրեմն մի լավ վերլուծեք ձեր կյանքը, ինչու այդպես։ Ինչու է ձեզ հետաքրքրում չարը, որովհետև չարը չպետք է հետաքրքրի ձեզ, այսպես տեսնում եք ինձ մոտ լուսավոր, լույս, 4 կողմից լույս է ընկնում, սպիտակ, ֆոնը սպիտակ, ամեն ինչը սպիտակ, հրեշտակը դրված, ոչ մի ավելորդ արձանիկներ գոյություն չունեն, որոնք որ վերաբերվում են հատուկ նեռին, ոչ մի նեռի նկար չկա իմ շուրջ բոլորը, որտեղ ես իր հետ չեմ աշխատում։ Եվ չգիտեմ ինչու է հայ տառոլոգների մեջ ներմուծվել, ներծծվել, կարելի այդպես ասել, չարը, որ դուրս են գալիս եթեր, տարոն ձեռքերը սև մութ էկրանով։ Բոլորն են այդպես, բոլորը, անխտիր, բոլորը, ինչ-որ մեկին չեմ կարող առանձնացնել, բոլորը այդպես են։ Դրա համար երկար մտածեք ում եք նայում և ինչին եք տրվում ընդհանրապես։ Մնացած հետևությունները և ամեն ինչը թողնում եմ ձեզ, էկրանը որ նայում եք, ինչ-որ մեկին լսում եք, լավ ուսումնասիրեք, ինչ կա իր շուրջ բոլորը։ Ես տեղադրել եմ Facebook-ում, կարող եք նայել, չնայած արդեն երևի անցավ, բայց նաև խոսում եմ այդ մասին Facebook-ով։ Այնպես որ երկար մտածեք, երկար ինչի մեջ եք մտնում դուք,
ինչ եք լսում, ում եք լսում, ները միշտ քաշում է մարդկանց եւ դուք պետք է դա հասկանաք, հասկանալով պետք է չմտնեք այնտեղ, միգուցե չեք հասկացել, միգուցե ուշադրություն չեք դարձրել, ես օրինակ որ նայեցի առաջինը հենց ների մեծ նկարը, այնքան մեծ, որ անգամ վախենալու էր նայել, ես զարմանում եմ, իրոք զարմանում եմ իմ հետ է, որ ուրեմն չար եք դուք, այն մարդիկ, ովքեր հետևում են, ուրեմն չարություն կա ձեր ներսում, ուրեմն ինձ չար ձևով եք վերաբերվում։ Չգիտեմ, ինչ որ մի բան այնպես չէ ուրեմն ձեր մեջ։ Վերլուծեք ձեր կյանքը։ Վերլուծեք, որովհետև չարը իրոք մտնում է մարդու մեջ։ Մտնում է եւ դա շատ վատ է։ Այսքանն է ուզում ասել այդ մասին, որ երկար մտածեք, ես ավելի շատ խորհուրդ կտամ, եթե ինձ էլ չեք սիրում, չեք նայում եւ այլն, գնացեք գոնե ռուսներին նայեք եւ ավելի པարզ, հա, ովքեր որ աշխատում են པարզ տեսանյութերով, ովքեր որ մռայլ ինչ որ բաներ չունեն, ինչ որ արցանիկներ չունեն, որը վերաբերվում են ներին, հասկանում եք, արցաններ կան, որ իրոք շատ վախենալու եւ վտանգավոր են, որ անգամ մարդը տանը ունենա այդ արցանը։ Ոնց որ դուք պաշտում եք արդեն իրեն, դուք տրվել եք արդեն իրեն, հասկանում եք եւ դուք հիմա նայում եք այդ մարդկանց։ Լսում եք այդ տեղեկատվությունը։ Եվ այսքանով սահմանափակ եմ, տեղեկատվությունը ասեցի, ով կլսի, ով չէ, իր մուրը, իր գլուխը, ինչպես որ ասում են, կոզի տրվի ներին, ինչ ուզում է անի, կոզի վաճառվի, արդեն մնացածը իր խնդիրն է, իմ խնդիրը չէ։ Ես որպես մասնակետ փորձեցի այդ հարցին լուծում տալ։ Մնացածը ձեր գործն է։ Իրոք։ Ու ես զարմանում եմ, ինչու են մեր հայ, ովքեր որ տարոք քարտը վերցնում է ձեռքը, աշխատում չար ուժերի հետ, կամ փորձում աշխատել։ Տարոք քարտը դա չի վերաբերվում չար ուժերին։ Ուրեմն դուք ներսից եք չար արդեն։ Չնայած որ կրկնօրինակում են եւ այլն, բնական է որ արդեն չար են, որ կրկնօրինակում են, հենց այնպես մարդը չի կրկնօրինակի։ Ուղղակի մութ ուժերով, հա, այդպես ավելի շատ է մարդուն գրավում մութ ուժը։ Դե թողնում եմ ձեզ, ուզում եք տրվել, ներին տրվեք, ես ոչ ոքի չեմ կարող ասել, մի տրվեք ներին, տրվեք Աստծուն, դուք եք որոշողը, մնացածը դուք եք, մնացած որոշումը ձերն է, ես տեղեկատվություն եմ ստանում տեղեկատվական դաշտից, որտեղ նորմալ մարդիկ տեղեկատվություն են ստանում, այնտեղ գոյություն ունի և ները, և չարը, և բարին, այնպես որ ամեն մարդ որոշում է ում հետ աշխատի, որտեղից վերցնի այդ տեղեկատվությունը, ու վերջ։ Այսքանը, իսկ հիմա կշարունակենք և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու հաջորդ շաբաթ։ Խելացի գտնվեք, իմաստուն գտնվեք, այնպես չի, որ տեղեկատվությունը պետք ուրեմն յուրաքանչյուրից կարող եք այն ստանալ, ոչ։ Այսքանը, դե տեսնենք ինչ է սպասվում, կնայենք արդեն խոյերին, ինչպես որ նայել ենք, այդպես կնայենք։ Ինչ է սպասվում խոյերին հունիսի 15-ից 21-ը։ Ընդհանուր ֆոնը նամակն է, փաստաթուղթը, նամակագրական կապերը, փաստաթղթերի ձևակերպումը, փաթեթ ստանալը, նաև ցուցակաղ կազմել այս շաբաթ, միգուցե բիզնես ցուցակել, միգուցե մեկ այլ ցուցակել, շատ կարևոր ձեզ համար։ Տեսնենք ինչ է սպասվում խոյերին։ Այստեղ մի փոքր խնդիր ունեք աշխատանքի հետ կապված, մնացածը շատ լավ են։ Հարաբերություններում, ընտանիքում, կողքը ընտանիքով նստել եւ ինչ-որ ուղի ընտրել, ուղի որոշել ձեզ համար, սա ենք անելու, նա ենք անելու կամ այսպես ենք անելու կամ շարունակում ենք մեր հարաբերությունները, չենք շարունակում մեր հարաբերությունները, ինչ-որ բաներ, որ հստակ ուղի կընտրեք, վերջ դուրս են գալիս այս տնից, վերջ գնում ենք ուրիշ երկիր, ինչ-որ բաներ են, որ կմտածեք։ Ովքեր որ միայնակ են, միգուցե որոշում եք կայացնում, որ ինչ դիմացինին հնարավորություն տալ կամ մեկ այլ բան, հա, ինչ-որ ուղի եք ընտրելու։ Այսպես եմ անելու, սա եմ անելու, վերջ հանդիպելու եմ հետը, ժամադրվելու եմ եւ այլն։ Աշխատանքում եմ միայն խոչընդոտներ, որոնք որ պետք է հաղթահարեք եւ
Դա կարող է կապված լինել փաստաթղթերի հետ, ստորագրելու հետ, փաստաթղթեր, բիզնեսի հետ կարող է կապված լինել, որ ինչ-որ մեկ հետ ուզում եք պայմանագիր կնքել, մի փոքր խնդիրներ կան, ինչից է խնդիրը։ Այսպես թե այնպես ինչ-որ մի բան է գնալու է, որ այս խնդիրներին պետք է վերջ տալ, որպեսզի դիմաց արդեն ուրիշ բաներ բացվեն ձեզ համար։ Դրա համար, եթե խնդիր է, եթե ինչ-որ ոլորտը խնդիր է եւ ձեզ իրոք շատ է խանգարում, այդ ոլորտը պետք է հեռացնեք ձեզանից։ Կամ արդեն հասել են գագաթնակետը, դե ոնց որ աշխատանքում ամեն օր խնդիր, ամեն օր կռիվ, ամեն օր եսի մի հասել է այդ գագաթնակետը, այդ աշխատանքի տեղից պետք է դուրս գալ, որտեղ մթնոլորտը ձեզ արդեն ճնշում է եւ դուք ոչ սիրով եք գնում աշխատանքի, ոչ բան, հա, պետք է արդեն ժամանակն է փոխելու։ Նույնն էլ բիզնեսի հետ ինչ-որ մի խնդիր կա, որը որ ձեզ նեղում է, ապա դրանից ազատվել է պետք։ Որ հետո ձեր առջև արդեն նոր բաներ, հա, բացվի, նոր հնարավորություններ։ Գումարային առումով ինչ-որ կարող է բոնուս եք ստանում, անակնկալ գումարային նվեր, միգուցե թանկարժեք նվեր եք ստանում։ Ինչ-որ պահեր են, որ ձեզ կուրախացնեն, ձեր տրամադրությունը կբարձրացնեն, միգուցե եկամուտ է, միգուցե հավելյալ եկամուտ եք գտնում, միգուցե ինչ-որ ապրանք է վաճառվում, գումար է գալիս։ Նաև սա գումարը ծախսել, այսինքն ծննդյան վրա, հաճույքների վրա, վերքմահաճույքների վրա, ձեզ լավը զգալու ձեր տրամադրության կամ անակնկալ պատրաստելու համար է, ինչ-որ նման գումար կարող եք ծախսել։ Իսկ առողջության հետ կապված ուշադրություն դարձրեք այստեղ ձեր սրտին անպայման։ Սրտի աշխատանքին, արյան ճնշմանը նույնպես, արյան շրջանառությունը, որովհետև հա, եթե չի ասնում նորմալ սիրտ, բնական է սիրտը արդեն, դեղ տրոմբ, մրոմբ եւ այլն ինչ որ կան, շատ ուշադիր եղեք այս շաբաթ։ Նաեւ սիրտը կարող է լինել մարդը սիրահարվում է, ես եմ փոխում դա, կարող է սիրահարվում եք եւ այդպես սիրտը գցում է այս շաբաթվա ընթացքում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հունիսի 15-ից մինչև 21-ը։ Ընդհանուր ֆոնը տղամարդ է։ Այդ տղամարդը կարող է լինել ձեր հայրը, կարող է լինել ձեր եղբայրը, կարող է լինել յուրաքանչյուր մարդ, կարող է աշխատում եք այդ տղայի հետ, օգնում է ձեզ այդ տղան, ձեր տնօրենն է, մենեջերն է, ինչ-որ մեկն է ում հետ որ այս շաբաթ ավելի շատ եք աշխատելու, զբաղվելու իրանով։ Ձեր տղան է կողը գալիս է բանակից, ձեր եղբայրն է, այդպես ինչ-որ բաներ եք իմանում, խոսում։ Խոսքով կարևոր դեր է սա, նաև ովքեր որ միայնակ են, ուզում նաև ծանոթություն եմ, հակառակ սեռի ներկայացուցչի հետ։ Տեսնենք ինչ է սպասվում ցուլերին։ Այստեղ ընտանիքում ինչ-որ խնդիրներ են գնում, ինչ-որ մի բան պետք է գնա նորին տեղ բացելու համար։ Միգուցե խնդիրներ են, միգուցե դժվարություններ են, միգուցե նաև անձնավորություն է, որը պետք է հանեք ձեր կյանքից, որպեսզի կամ ձեր մտքից նաև, որ նորին տեղ բացվի, հա, նոր հնարավորություններ լինեն, նոր ծանոթություն, նաև կարող է նախկին ամուսինն է կամ հա իրեն ոնց որ չէ կարողանում բաց թողնել եւ դա համար նորին չէ կարողանում թույլ տալ որ մտնի ձեր կյանք։ Դա կարող է լինել ընտանիքում ինչ որ մի բան է գնում, հա, ինչ որ այնպեսի մի բան է որ լցվել է արդեն, հա, այսպես ակնթարթային չի դա։ Արդեն ոնց որ դարն ապրել է եւ պետք է կարող տուն եք մաքրում, ինչ որ ավելորդ բաները հանում դեն եք նետում։ Ընտանիքով այդպես ուբորկա եք անում, այն հին իրերը, որը հին կրավատ, հին ինչ-որ տմբուշկա, հա, որը մնացել է, հանում եք, դեն եք նետում։ Աշխատանքի հետ կապված մանր աշխատանքներով կարող եք զբաղվել,
եւ բավականին ուշադիր եղեք ձեր աշխատանքի նկատմամբ, այսինքն ավելի զգույշ, ավելի այդպես խորացված մանրուքներին հետևելով աշխատեք այս շաբաթ։ Դե ու կարող է ուղղակի իրոք շատ կարևոր աշխատանք է, որ պետք է լավ ուսումնասիրեք ինչ եք անում, կամ մանր-մունր դետալներ են, ուլունքներ եւ այլն, ասեղնագործություն, նման ինչ-որ փոքր-մոքր բաներ, որ պետք է անեք։ Եվ այստեղ կարող է ոմանք երկու աշխատանք անեն, երկու աշխատանքով զբաղվեք, մեկ մյուսով, այդպես գումարի մասին խոսեք, շատ խոսեք, միգուցե նաև լարվածություն է սա գումարային առումով, միգուցե նաև անհանգստություն է գումարի հետ կապված, շատ շփում է սա, շատ շփում է, խոսակցություն է անընդհատ գումարի մասին, խոսակցություն, նաև կարող է բամբասանք է սա, չի բացառում, որ բամբասում են օրինակ ձեր ծախսերից, կարող անընդհատ ձեզ տեսնում են խանութում, եւ բամբասում են հələ նա ինչ է առել, նա էլի իրեն թույլ տվեց սա առնի, ինչ որ դեն բամբասանքներ, նաև սա լեզվակռիվ կարող է լինել, ինչ որ մեկը դուք եք արգելում ինչ որ մեկին, որ օրինակ շատ գումար ծախսի եւ այլն, հա, եւ այդպես լեզվակռվի մեջ եք հայտնվում դիմացինի հետ։ Նաեւ դե կարող է ձեր տնօրենի հետ եք խոսում, օրինակ այդ տղայի հետ եք խոսում գումարային թեման։ Իսկ առողջության հետ կապված ես այստեղ ոչ մի խնդիր չեմ տեսնում, առողջության համար ասեմ ինչ որ խնդիր կա, բացարձակապես խնդիր չկա առողջության հետ կապված։ Այսքանը ձեզ համար, չգիտեմ ինչ շաբաթ չէր, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին հունիսի 15-ից մինչև 21-ը։ Ընդհանուր ֆոնը տղամարդն է։ Տղամարդ դա կարող է լինել նաև տարիքով անձնավորություն, մեծ մարդ, ձեր հայրը, պետական աշխատող, պաշտոնյա, բայց մեկը ում հետ այս շաբաթ ավելի շատ կառնչվեք, գործեր կանեք։ Գուցե ինչ-որ մեկն է, որ ձեզ խորհուրդ է տալիս, ով որ կապված է ձեզ հետ, տնօրեն, մենեջեր նաև կարող է լինել։ Տեսնենք ինչ է սպասվում եկվորյակներին։ Այստեղ ընտանիքում աստղ կարող եք լինել, ձեզ ավելի շատ լսեն, ավելի շատ ենթարկվեն նաև, դա նաև ձեր ցանկությունները կիրականանան, միգուցե ընտանիքի հետ է դա կապված, հարաբերությունների հետ է կապված, նոր ծանոթության հետ է կապված, որ ի վերջո կծանոթանաք տվյալ անձնավորության հետ։ Նաև սա կամ օտար երկրից ինչ-որ մարդկանց եք ընդունելու ձեր տուն, կամ դուք կարող եք որոշեք գնալ օտար երկիր, միգուցե հանգստանալու նպատակով, միգուցե մեկ այլ հարցերով։ Ամենայն դեպս ինչ-որ պահեր կան, նաև այնտեղից կարող եք լսել ինչ-որ տեղեկատվություն, ովքեր դրսում ունեն բարեկամներ։ Նաև դա կարող է ընտանիքի հետ է կապված, երեխաների հետ է կապված, ինչ-որ մի բան էիք ուզում, հա, ինչ-որ ցանկություն ունեիք, որ այդպես լինի եւ դա կկատարվի։ Աշխատանքում ովքեր որ սուր գործիքներով են աշխատում, շատ ուշադիր եղեք։ Դա նաև կտրուկ փոփոխություն է։ Կտրուկ փոփոխություն եւ աշխատանքում դա կարող է լինել եւ բիզնեսում կարող է լինել, աշխատանքի վայրի փոփոխություն կլինի նաև ոմանց մոտ, բայց կտրուկ է սա, հասկանում եք, որոշումը շատ անսպասելի է, որոշումը շատ այդպես արագ կարող եք անել եւ հետո փոշմանեք։ Դրա համար երկար մտածեք դրա մասին, մինչեւ անեք, որովհետեւ սա անսպասելի է։ Այս քարտը նաև որ մարդը կտրուկ քայլան, հետո սկսում փոշմանել, գլխին տալ, թե ինչու դուրս եկա, թե ինչու էսպես եւ այլն։ Դե նաև դա
դուք կարող եք փոխել ձեր աշխատանքի ձևը, աշխատանքի որակը, բիզնեսում ոչ է կարգավորումներ անեք, հա, արդեն ոնց որ ինչ-որ կտրուկ ասեք, չէ, անունը պետք է փոխեմ օրինակ բիզնեսի կամ կտրուկ վերջ բիզնես եմ բացում, այդպես է ինչ որ պահեր կարող են լինել։ Անսպասելի է, հա, սա եւ շատ արագ որոշում է։ Ուզած ես խորհուրդ են տալիս այնտեղ կամ տնօրենն է ձեզ ինչ-որ բան առաջարկում եւ շատ արագ եք որոշում կայացնում առանց երկար մտածելու։ Գումարի հետ կապված ոմանք գումար կծախսեն առիթի հետ կապված, ձեր առիթներն է բնականաբար, գումար կծախսեք, հա, ձեր ծննդյան առիթների վրա, նաեւ կարող եք ուղղակի գումար, դե կարող ձերը չի, բայց էլի եկհորյակ կա, իր ծնունդն եք անում, առիթն եք անում, հարսանիքն եք անում եւ նվեր եք ստանում գումարային։ Սա նաեւ հասարակական կյանքն է, որը դա կարող է մարդկանցից նաեւ գումար ստանաք, եթե այդպես պատվերով եք աշխատում, եթե ձեր գործերը ոճով են, ինչ որ հաճախորդներ եւ այլն այնտեղից կարող եք եկամուտներ ստանալ, որ աշխատում եք մարդկանց հետ, հասարակության հետ։ Եվ առողջության հետ կապված այստեղ բացարձակապես ոչ մի խնդիր ես չեմ տեսնում, ոչ մի խնդիր չունեք, այնպես որ առողջ եք պոպոքի նման։ Դե այստեղ միայն կարող եք վնասվածքներ ստանալ, եթե այդպես ինչ որ տեղում եք աշխատում, որ հնարավոր է վնասվածքներ ստանալը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հունիսի 15-ից մինչև 21-ը։ Ընդհանուր ֆոնը փաստաթղթերն են, նամակները, ավելի շատ նամակագրական կապ կունենաք մարդկանց հետ, փաստաթղթերի հետ ավելի շատ կաշխատեք, կտանեք, կբերեք, կուղարկեք, կստանաք։ Նաև դա կարող է լինել ցուցակ, որը կազմում եք շատ կարևոր գործ անելու համար։ Գրում եք, հա, անընդհատ ինչ որ բաներ են, որոնք որ գրում եք այդ օրը անընդհատ, այս շաբաթ, գրանցում եք, միգուցե առանց ինչ որ կողմ եք շաբաթ գնում եք ինչ որ սեմինարների եւ անդադար պետք է գրեք, ինչ որ սովորում եք, ինչ որ ասում են ձեզ։ Տեսնենք ինչ է սպասվելու խեցգետիններին։ Մի տեսակ խառը շաբաթ է այստեղ ձեզ համար, խնդիրներ կան ընտանիքում, միգուցե իրար հետ շփվելու մեջ, միգուցե նամակի հետ է դա կապված, ինչ որ մեկից SMS ստանալու հետ է կապված, միգուցե փաստաթղթային խնդիր է, ամենայն դեպս խնդիրներ կան, այստեղ նոր ծանոթության կարող ուզում եք ծանոթանալ դիմացինի հետ եւ անընդհատ մերժում են դա եւս խնդիրներ է, ընտանիքի ներսում է խնդիր կամ իրար հետ է խնդիր, այստեղ տեսնենք խնդիրը ինչումն է։ Խնդիրը գումարային է, այսինքն խնդիրները ոչ թե կապված են մեկը մյուսի հարաբերությունների, այլ գումարային խնդիրներ են ընդհանուր ընտանիքում։ Ֆինանսական միգուցե ինչ որ մեկը շատ է ծախսել, ինչ որ մեկը քիչ է ծախսել, քիչ է բերում տուն գումար եւ այլն, հա, այստեղ գումարային հարցեր են։ Եվ աշխատանքի հետ կապված այստեղ կտրուկ փոփոխություն, միգուցե դրամա այլ խոչընդոտները առաջանում են, եթե այստեղ կան։ Հիմա որ ես ասեմ, կհասկանաք ընտանիքում ինչու է գումարային, հա, այսպես խոչընդոտներ ձևավորվում։ Ուրեմն այստեղ աշխատանքը կամ կտրուկ փոփոխություն է աշխատանքում, կտրուկ դուրս գալ են նաև սա աշխատանքից, ուշադիր եղեք, որպեսզի չվնասեք ձեզ եւ դա կարող է բերել նրան, որ մարդը չի աշխատում եւ այդպես էլ եւս գումարներ արդեն չի կարողում աշխատի, նաև կտրուկ կարող բիզնես բացել եւ այստեղ գումարին լուրջ չեք վերաբերվում,
գումարը աչուձախ կարող օգտագործել եւ եթե այստեղ կտրուկ որոշում եք ոչ է բիզնես բացել, ոնց որ գումարը աչուձախ, սա գնեմ, նա գնեմ առանց հաշվարկի։ Նոմար այստեղ միգուցե կա դա, որ պետք է հաշվարկեք գումարը, հա, հաշվարկեք ձեր ծախսերը, որովհետեւ այստեղ նեք ինքը խաղի քարտն է եւ մարդը ոնց որ խաղի է վերածում, խաղի վրա է ծախսում գումարները եւ այլն եւ անլուրջ է վերաբերվում գումարին, աչուձախ ծախսում է եւ դրա համար ֆինանսական նաեւ խնդիրներ կան ընտանիքում, հա, այստեղ խնդիր է առաջանում։ Կամ ոնց որ բիզնես եք, հա, արդեն ասեցի, բացում եւ այդպեսի որոշում եք կայացնում, որ պետք է սա գնեք, նա գնեք, գումարը աչուձախ եք օգտագործում, վերջո տեսնում եք գումար չկա, որովհետեւ հա անմտածված ծախսեր էին դրանք։ Նաեւ աշխատելավոճը կարող եք փոխել, կտրուկ քայլ անել, կտրուկ որոշում կայացնել, միգուցե վերջ դուրս եմ գալիս աշխատանքից, վերջ այսպես եմ սկսում արդեն աշխատել, այդտեղ պայմանագիր կարող եք, գիտեք, կնքել նաև կտրուկ եւ անսպասելի դա լինի, ինչ որ կամ աշխատանքի երկարացման կամ աշխատանքի ընդունելության կամ պայմանագիրը դա բիզնեսի հետ դա կարող է կապված լինել եւ ոնց որ մարդը մտածում ահա վերջ պայմանագրով աշխատանք ունի եւ գումարը աչուձախ ծախսում է դրա համար տան մեջ խոսակցություններ են, տան մեջ խնդիրներ են ֆինանսական առումով։ Նաեւ այստեղ կտրուկ կամ շատ մեծ ծախս կարող եք անել կամ վարկ կարող եք վերցնել, որ եւս էլի կտրուկ ու շատ մեծ գումար է գալիս տուն, եւս էլի խնդիրներ է, այսինքն ինչու ես վարկ վերցրել օրինակ։ Եվ ասեմ, որ այստեղ եթե մեկը մյուսի վրա գորգրա, ապա կոկորտը կսկսի ցավել, ամենակարևորը, եւ առողջության հետ կապված այստեղ ուշադիր եղեք, կոկորտի ցավ, մրսածություն, հազ, գրիպային վիճակ, ձայնալարերի կտրում եւ դա նաեւ կարող է լինել ուղակի բարկությունը, այստեղ բարկությունը եւ դրանից հետևանքները արդեն կոկորտի ցավերը։ Ձայնալարերի խզումը նույնպես։ Մի փոքր լարված շաբաթ է, նայեք նաեւ ձեր լուսնային նշանը, որտեղ էմոցիաները իրենք են ձեզ ասելու, ոչ թե այս քարտը։ Ինչ որ չափով նաեւ այստեղ պետք է վերլուծություն անել եւ այնպես անել, որ նման բաներ չլինեն ձեր կյանքում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին հունիսի 15-ից մինչև 21-ը։ Ընդհանուր ֆոնը սա կամ հասարակական գործունեությունն է, կամ հասարակության մեջ ավելի շատ կգտնվեք, կգնաք այգի ավելի շատ, կգնաք կինո, թատրոն, այնտեղ որտեղ շատ մարդիկ կան։ Միգուցե նաև ուղղակի պատրաստվում եք առիթի, այս շաբաթ առիթ է լինելու եւ պատրաստվում եք։ Ձեր առիթը կարող է լինել, գնաք այդ առիթին, ծնունդ կարող է լինել, հարսանիք եւ այլն յուրաքանչյուր բան կարող է լինել։ Տեսնենք ինչ է սպասվում առույցներին։ Այստեղ անձնական հարաբերություններում անցյալից ոչ մեկը կարող է վերադառնալ, իրեն հիշեցնել տա, իր մասին հիշեցնել տա ձեզ, որ ես այստեղ եմ, ես չեմ գնացել, այնպես որ դեռ սպասիր ինձ, կամ դե նաև դա կարող է լինել հիշեք անցյալը, ընտանիքով նշեք, հիշեք, հա, ոնց որ վերցնեք ալբոմները, նայեք, կամ փորփրեք անցյալը նաև։ Ճիշտ է, այստեղ վեճ բան, հա, նման բաներ չեմ տեսնում, դա համար չեմ կարող ասել, ավելի շատ փորփրում եք անցյալը եւ դրա հետ կապված վեճեր կարող եք ունենալ, բայց կարող է, հա, կարող է ուղղակի ինչ որ չափով հիշում եք անցյալը, բայց վեճի չեք վերածում դա։ Աշխատանքի հետ կապված սա ոմանց համար նոր է պայմանագիր եք կնքում, ոման կարող է գնում եք սովորելու, որպեսզի ավելի լավացնեք ձեր ունակությունները, ձեր հմտությունները ավելի լավացնեք,
կամ ուղարկում են ձեզ, հա, ձեր աշխատանքի վայրից ուղարկում են ձեզ, որպեսզի գնաք, սովորեք։ Նաև ինչ-որ բան իմանաք կամ աշխատանքի վայրի մասին, կամ աշխատակիցների մասին, կամ նաև գուցե ինչ-որ տեղ ռեզյումե եք թողել եւ մերժում եք ստացել եւ այդ մերժման ճիշտ պատասխանը կարող եք ստանալ, հա, թե ինչու են մերժել ձեզ։ Դա կարող եք իմանալ։ Գումարային առումով այստեղ գիտեք, նաև կարող է սկսեք աշխատել օրինակ գաղտնի ինչ-որ գործողություններ անեք կամ գաղտնի բաներ կամ միգուցե ոստիկանություն եք որոշում ընդունվել կամ աշխատում եք նման տեղ եւ ինչ-որ գաղտնի ծառայություն կարող է նաև լինել, ինչ-որ բաներ եք անում, գաղտնի գործողություններ։ Եվ նաև գումարային առումով ոմանց համար գումար կգա այս շաբաթ, ոմանք նաև գումար կծախսեն այս շաբաթ, ոչ թե գործունեության վրա, գուցե վարկ եք վերցնում, հավելյալ բոնուս եք ստանում, գումար եք ներդնում ինչ-որ գործերի վրա, միգուցե դա առիթին եք գումար ծախսում, կամ նաև առիթ է եւ այդտեղից էլ գումար է գալիս ձեզ, եկամուտ է գալիս, այն ինչ-որ դեպսա չէ, հիմա գնում են առիթի, տալիս են աթոռի փողը, դե համար յո ոնց որ էլի նույնից հետ է գալիս ձեր ծախսած գումարները։ Գումարային թեման շատ կլինի ձեր տանը, շատ խոսակցություններ կլինեն գումարի մասին։ Իսկ առողջության հետ կապված է ավելի շատ հղիության հետ, ծննդաբերության հետ կամ մանկական որևիցե կամ ինչ-որ խնդիր է, որը առկա էր եւ հիմա էլի նույնից հիշեցնում է իր մասին, կամ սա նաեւ մանկական հիվանդություններ կարող են լինել, որոնք որ հիմա երեխաներից կարող եք վարակվել։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնենք գույսերին։ Ինչ է սպասվում գույսերին հունիսի 15-ից մինչև 21-ը։ Ընդհանուր ֆոնը օձերն են։ Օձեր, չար մարդիկ, բամբասանք այս շաբաթ, նաև իմաստությունը, որ մի տեսակ ավելի իմաստուն կլինեք որոշում ներկայացնելու ժամանակ, ընդհանուր կյանքին վերաբերվելու համար, տեսակ, նաև ավելի շատ շփում կունենաք ձեր տարիքի անձնավորության հետ, հենց օձի տարում ծնված ոչ մարդու հետ, իր հետ կարող եք շփում ունենալ ավելի շատ։ Սա նաև գայթակղություն է, կարող է ինչ-որ մի բան ձեզ գայթակղի այս շաբաթ, կամ ինչ-որ մեկը ձեզ գայթակղի։ Տեսնենք ինչ է սպասվում գույսերին։ Այստեղ ոմանք կարող է ուբորկա սկսեք տանը, տան մաքրություն, միգուցե ընտանիքի անդամներով, միգուցե վերանորոգում է, միգուցե մեկ այլ բան է։ Ոմանց մոտ սա վեճ է։ Վեճ է ընտանիքում, վեճ է խնդիրներ են ընտանիքում, միգուցե այդ օձերի պատճառով խառնում են ձեր ընտանիքը, միգուցե գայթակղությունների պատճառով է, որ եւս էլի խնդիրներ կան, սա վեճ է։ Այստեղ զգույշ եղեք, որովհետև կարող է հետո որոշեք, որ ամեն մեկը գնում եք ձեր ճանապարհով վեճից հետո։ Սա ուշադիր եղեք, կամ ընտրություն է այստեղ, ընտրություն կարող եք կատարել ի վերջում։ Ինչ-որ գործ, ինչ-որ մի բան, թե տվյալ անձնավորությունը, թե ընտանիք կազմելը եւ այլն եւ այլն։ 5 րոպե մոմս անջատվել է եւ մոմի հարցերը լուծեմ։ Ահա, եւ դե կարող է վեճը ինչ-որ մի բան է, մի խոսքով այստեղ արդեն ասացի այդ մասին, ուղղակի այստեղ զգուշացում ունեք, հա, զգուշացում, որ հանկարծ ամեն մեկը չգնաք ձեր ուղղությամբ, կամ ընտրություն է, ընտրության առջև եք, կամ դեր ընտանիքի անդամներն են ձեր առջև, հա, ընտրություն դնում, ոնց որ պետք է ընտրեք ինչ-որ մի բան, կամ դա կարող է լինել իրոք
վեճից հետո մարդը լուրջ ընտրության առջև է կանգնած լինում։ Նաև աշխատանքի հետ կապված այս շաբաթ կարող եք աշխատել երեխաների հետ, երեխաների համար, կարող եք նոր բիզնես սկսել կամ նոր աշխատանքի անցնել, դրա համար կարող են օձեր լինել ձեր շրջապատում, նախանձ մարդիկ նախանձեն ձեզ, ձեր գործունեությանը։ Նաև դա մանկական, ինչ-որ գործեր են, որ կարող եք անել, կամ երեխաների հետ աշխատեք։ Երեխաներով կարող եք զբաղվել եւ դա լինի ձեզ համար աշխատանք, այս շաբաթ ոնց որ պետք է նայեք երեխաներին, թորներին եւ այդպես ոնց որ աշխատանքից դուրս գաք կամ այս մեկ շաբաթ արձակուրդ վերցնեք, որ զբաղվեք երեխաներով, թորներով։ Նաև դա կարող է լինել նոր սկսվող ոչ մի բան, մարդը ոնց որ ոչ մի բան եք որոշում, անում եւ այստեղ եւս, ընտրության առջև եք կանգնած, որ անեք գործը, անեք սա, թե ոչ, ինչ անեք։ Թե ընտանիք կազմեք, թե ավելի շատ զբաղվեք ընտանիքով, թե ավելի շատ աշխատանքով։ Գումարային հարցերն են այստեղ մի փոքր դժվարություններ կան, փորձություններ կան գումարային հարցով, այստեղ կամ դա կարող է լինել ոնց որ ավելի քիչ է եկամուտը եւ դուք պետք է ոնց որ սահմանափակվեք այդ եկամուտների քանակով, այդպես ոնց որ ապրեք, դա կարող է լինել գումարը դժվարությամբ եք ստանում ինչ որ մեկից, եթե պարտքեին ոնց որ չեք կարողանում այդ գումարը հետ վերադարձնել, կամ միգուցե ձեզանից են ուզում եւ դժվարություններ ունեք, չեք կարողանում վերադարձնել գումարը։ Վարկի վճարման ժամանակն է եւս, ոնց որ մարդը դժվարանում է վարկը վճարել։ Ոնց որ փորձությունը նրանում է, որ արդյոք դու կարող ես ավելի քիչ գումարով ապրել, գոյատևել, եթե կարողանում ես ընդհանրապես այդպես է, չէ՞, եթե փորձությունը կարողանում ես հաղթահարել, ու ամեն ինչ կարողանում ես հաղթահարել ես կյանքում հետո։ Իսկ առողջության հետ կապված ուշադրություն պետք է դարձնել հորմոններին եւ տղաները եւ կանայք եւ սեռական օրգաններին, վարակների հետ կապված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին հունիսի 15-ից 21-ը։ Ընդհանուր ֆոնը գաղտնիքն է, գաղտնիք կբացահայտվի, ինչ-որ մի բան կիմանաք, նա վրա այցելում եք պետական հիմնարկություններ, դա կարող է լինել նոտար, որ ինչ-որ մի բան կնքեն, գրեք, ստորագրեք, դա նաև ուսում է, որ կամ կզբաղվեք ձեր երեխաների ուսմամբ, կամ ինքս դուք եք ցանկանում գնալ սովորել եւ զբաղվում եք այդ հարցերով։ Գուցե կարիքը կա աշխատանքի վայրում առաջ գնալու համար եւ այլն եւ այլն։ Տեսնենք ինչ է սպասվում կշարքներին։ Այստեղ շատ զրույց, գուցե նոր ծանոթություն է, անձնական հարաբերություններ եք ստեղծում եւ շատ զրուցում եք դիմացինի հետ, շատ եք խոսում։ Նաեւ դա ընտանիքն է, կարող եք ինչ-որ մի բան քննարկել, ինչ-որ մի հարցերում նաեւ իրար չհասկանալ, չընդունել դիմացինի ասածը, այդպես կոմենտա գաղտնիք է բացահայտվում եւ դրա համար էի որոշ չափով ինչ-որ խոսակցություններ են, գնում տանը։ Նաեւ լեզվակռիվ է, բամբասանք է, ձեր հարաբերությունների մասին է միգուցե բամբասանք, տան անդամների, ընտանիքի մասին են կարող բամբասում, կամ դա կարող է լինել նաև, եթե դուք ինչ-որ մեկի հետ են ձեզ տեսել, ոնց որ էլի այդպես բամբասում են, խոսակցություններ կարող եք լսել։ Աշխատանքի հետ կապված հաջողություն, կամ հաջողությամբ կընդունվեք աշխատանքի, կամ դա կարող է լինել նաև նոր աշխատանք, նոր հնարավորություններ, դե ավելի հեշտությամբ կարող եք անել ձեր աշխատանքը այս շաբաթվա ընթացքում, թեթև կլինի, էլի։ Եվ դե բիզնես, եթե բիզնես ունեք, բիզնես եք ուզում բացել, դա եւս ձեզ հաջողություն կբերի։ Յուրաքանչյուր բան, ինչ որ անեք, ձեզ հաջողություն կբերի աշխատանքի եւ բիզնեսի հարցում։
Այ գումարի հետ կապված այդտեղ պետք է շատ ուշադիր լինել, որովհետև կորուստ կա, իսկ կորուստը դա կարող է լինել անիմաստ ծախսեր, մանր-մունր ֆինանսական խնդիրներ կամ ֆինանսական ծախսեր իր խնդիրներով, հա, ոնց որ պետք է ավելորդ գումարներ դուրս տաք եւ իրական կորուստ։ Այ եւս դրան պետք է ուշադրություն դարձնեք, որպեսզի գումար չկորցնեք այս շաբաթվա ընթացքում։ Գումարը կարող եք ավելի շատ ծախսել ձեր քմահաճույքների եւ կարող է այդ պահին այնպեսի մի բան գնեք, որ ձեզ բացարձակապես պետք չէր, հետո հասկանաք, որ ինչ գնեցի, սա ինձ դա պետք չի, դա արդեն ոնց որ գումարային կորուստ է, անիմաստ ծախս է։ Կամ օրինակ եթե առիթ է, ծնունդ է եւ այլն, ոնց որ ապրանքները ավելի շատ եք գնում նախատեսվածից, եւ դա եւս, հա, համարվում է, որ անիմաստ ծախս է, եւ դա եւս, հա, համարվում է կորուստ։ Եվ առողջության հետ կապված այստեղ ոչ մի բան, ոչ մի ինչ-որ խնդիրներ չկան։ Զբաղվում եք ձեր առողջությամբ, միգուցե նաեւ առողջ ապրելակերպ եք վարելու այս շաբաթ, մտածելու եք ձեր առողջության մասին ամենայն դեպս, գնալու եք նման կենտրոններ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հունիսի 15-ից մինչև 21-ը։ Ընդհանուր ֆոնը գումարն է, գումար կծախսեք, գումարի մասին կմտածեք, գումարի մասին կխոսեք, հավելյալ եկամուտի մասին, վարկ ձևակերպելու, նաև գումար կարող է մտնել ձեր տուն շատ մեծ, ինչ-որ ապրանքներ գնեք, շատ այդպես գումարներ ծախսեք, գումարային թեման է ձեր տանը իշխալու։ Գումար, գումար աշխատել, գումար վաստակել, գումար ծախսել։ Կարող է հավելյալ եկամուտ է այստեղ, նաև բոնուս, հա, բոնուս ոնց որ մարդը ստանա։ Եվ չի բացառվում սա ծանոթություն, հակառակ սեռի ներկայացուցիչ չէ, դա որ ֆինանսապես ապահովված է։ Տեսնենք ինչ է սպասվում կարիճներին։ Ահա, այստեղ ընտանիքում հաջողություն, ինչ-որ մի լավ բան է լինելու, նոր դռներ է բացվելու ընտանիքում, հարաբերություններում, նոր հնարավորություններ, նաև ինչ-որ մի լավ բան տեղի կունենա, հա, որ վերաբերվում է ամբողջ ընտանիքին, վերաբերվում է հարաբերություններին, հարաբերությունները առաջ կգնան, կզարգանան, նոր դռներ կբացվի ձեր առջև, այսինքն դա գուցե ավելի մոտ ճանաչել իրար, ավելի ոնց որ դիմացինը կարող ավելի քիչ է աշխատում, հա, ոնց որ եւ այս շաբաթը հնարավորություն կունենաք ավելի շատ լինել իրար հետ եւ հարաբերությունները առաջ տանել։ Սա հաջողակ ծանոթություն է նաեւ դիմացինի հետ, ինչպես որ ասացի, կարող ֆինանսապես ապահովված մարդ է, ում այդ այսպես հաջողությամբ նաեւ կծանոթանաք։ Եվ եթե ուզում եք դիմացինի հետ ծանոթանալ եւ հնարավորություն ոնց որ չկար, ապա հիմա այդ հնարավորությունը կունենաք։ Ավելի լավացնել ձեր հարաբերությունները եւս մեկ եւ ծանոթանալ նույնպես դիմացինի հետ, եթե մինչեւ այս ոնց որ չեք կարողանում այդ մարդուն գրավել, հա, հիմա արդեն ուրիշ կլինի։ Դե դուրը նաև փակվում է եւ այստեղ եւս պետք է ուշադիր լինել, հա, դա հարաբերություններին է վերաբերում, որպեսզի չփակեք դուրը ձեր հարաբերություններին, այսինքն չբաժանվեք, որոշեք դուրը շղկացնել, գնալ։ Սա միայն ոչ թե բացում է, այլ նաև փակում է ամեն ինչ։ Դե ուշադիր պետք է լինել այստեղ, հա, նաև բալանի հետ կապված։ Նաև աշխատանքում ավելի շատ կտիրի ընկերական մթնոլորտ, բոլորը ավելի լավ կլինեն, մտերիմ կլինեն ձեզ հետ, ավելի հավատարիմ, այդպես գործին նվիրված, եթե ձեզ մոտ են աշխատում,
Նաև կարող եք ընդունվել աշխատանքի, որտեղ ձեր ընկերն է աշխատում, կամ միամիտ կարող է ձեր ընկերը գալ, այդտեղ նույնտեղ սկսի աշխատել, որտեղ որ դուք եք աշխատում։ Եվ դա կարող է լինել ինչ-որ մեկը, ում հետ որ ավելի շատ շփվեք եւ ընկեր լինի արդեն նա ձեզ համար։ Բացի դա էլ դա կարող է լինել օգնություն աշխատանքում, ինքը ձեզ օգնի կամ դուք իրեն օգնեք։ Նաև ընկերոջ հետ կարող եք որոշել բիզնես բացել, ոչ է գործ հիմնել։ Գումարային հարցերում պետք է բավական իմաստուն լինեք, թե արժեք հասելու մեջ, թե գումարային այդ խոսակցության մեջ, թե գործարքներում։ Պետք է բավական ուշադիր լինեք, նաև կարող եք գայթակղվել եւ ծախսեր ցանկանալ անել, ինչ-որ մի բան գնել հենց հիմա եւ այստեղ կապ չունի, թե որքան այն կարժենա։ Եվ նա օցեր կան նախանձ մարդիկ, կարող են ձեզ այնց գումար փորձել վերցնել, այստեղ եւս գումարային թեման կա շաբաթվա ընթացքում, կարող են ձեզ այնց գումար փորձել վերցնել, չտալ կամ արդեն իսկ վերցել են եւ այս շաբաթ անդադ այսօր ու վաղն են անում։ Այնպես որ եթե այս շաբաթ եք ուզես այնց ուզեն, մի փոքր երկար մտածեք, տակ արդյոք թե ոչ։ Իսկ առողջության հետ կապված ինչ-որ հատուկ բաներ չկան, միգուցե ոմանք ուղղակի տեղափոխվեն մեկ այլ երկիր կամ քաղաք առողջության նպատակով, այնտեղ բուժվելու նպատակով, կամ դա կարող է լինել կոկորտ, ցավ, կոկորտի եւս դրանք գարնանային, ճիշտ ամառ է, բայց դեռ ինչ-որ ցրտեր դեռ կան, ինձ թվում է բոլոր երկրներում դեռ կան ինչ-որ ալերգիաներ կամ ամառային, օրինակ արևից ալերգիաներ եւ այլն, նման վայրացիապահեր։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հունիսի 15-ից մինչև 21-ը։ Ընդհանուր ֆոնը հաջողությունն է։ Հաջողություն յուրաքանչյուր հարցում, այն ինչ որ կանեք այս շաբաթ, ձեզ հաջողություն կբերի, յուրաքանչյուր բան կամ մեկ ոչ մեծ հաջողություն կունենաք ձեզ մոտ։ Ինչ որ մի բանը անելու ժամանակ, ինչ որ մի բանը, որ յուրաքանչյուր բան կարող է լինել, որ մեզ համար շատ մեծ հաջողություն լինի։ Եվ դրա համար ես շատ օրինակներ չեմ վերում, որ ամեն մարդ իր կյանքի դրվածքով, իր ապրած կյանքով ունենա այդ ամենը, մեկը կարող է փաստաթուղթ է ստանում, դա եւս հաջողություն է, մեկը ամուսնության առաջարկ է ստանում, եւս դա հաջողություն է, յուրաքանչյուր բան է դա։ Տեսնենք ինչ է սպասվում աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին այս շաբաթ։ Մենք այստեղ հաջողությունը մի քիչ չի վերաբերվում անձնական կյանքին։ Նայեք, այստեղ մի փոքր բորբոքված եք, բարկացած եք, լարված եք, ինչ-որ մեկի հետ կապված կլինի, ընտանիքի անդամների կամ ընդհանուր ինչ-որ մի բան է, որ ընտանիքին է վերաբերվում, եւ այդպես բորբոքված կլինեք։ Տեսնենք ինչից է։ Ճանապարհից կարող է լինել, ճանապարհից, գուցե հարաբերությունները առաջ չեն գնում, դրա համար եք բորբոքվում եւ վեճ է առաջանում հարաբերությունները, որ նույն տեղում դոփում եք, որ ոչինչ չի անում, ոչ մի բան չի ձեռնարկում առաջ տանելու ձեր հարաբերությունները, կամ այստեղ ճանապարհն է։ Լարված եք, ինչ որ մարդ է գալիս տուն, կամ գնում է, լարված եք, մինչև տեղ հասնեն, կամ հենց բուն ես վեճ է, ինչ որ բորբոքվածությունը ճանապարհին է վերաբերվում, տեղափոխությանը, մեկ այլ տուն, մեկ այլ երկիր, որ ձեզ դուր չի գալիս։ Աշխատանքում, աշխատանքի վայրում հնարավոր է նաև ոչ առիթ է, այնտեղ նշում եք, տարեդարձ կարող է լինել աշխատանքի վայրի կամ մեկ այլ բան է։ Նաև կարող եք փորձել ձեզ հասարակական աշխատանքում ելույթ
կունենաք այս շաբաթ ոմանք կամ նման աշխատանքով կզբաղվեք, որ պետք է գտնվեք մարդկանց մեջ կամ բիզնես կարող բացել, օրինակ սոցցանցերով եւ այնտեղ ձեզ ցույց տալ, մարդկանց հետ լինել։ Ավելի շատ աշխատանքը ոնց որ այնտեղ է, որտեղ շատ մարդիկ կան, որտեղ նաեւ առիթ է գնում եք օրինակ համադայեք որպես աշխատում կամ մեկ այլ բան է այնտեղ, երբ որ առիթներ են լինում, գնում եք օրինակ մատուցում եք ապրանք կամ այնտեղ ճաշակ պատրաստում եւ այլն, յուրաքանչյուր բան կամ դիզայն եք անում օրինակ։ Նմանատիպ ոչ է բիզնես կցանկանաք բացել, որ զբաղվեք այդպես հասարակական գործունեությամբ, ճաշով, այնտեղ ռեստորանային կամ նման ոչ է բիզնեսը, որը մարդկանց հետ է կապված։ Եվ գումարային առումով այստեղ գումարը եկամուտները մի փոքր դանդաղ են առաջ գնում, ոնց որ քիչ եք տեսնում դեռ այդպես եկամուտները, բայց ամեն ինչ իր ժամանակին պետք է հասկանաք, որ քիչ-քիչ է ամեն ինչը լինում եւ ոնց որ ասում եմ, Մոսկվան միանգամից չի կառուցվել։ Հիմա սա է, հա, պետք է ուղղակի համբերեք եւ ճիշտ ժամանակին սպասեք։ Նաեւ դա գումարը ծախսել օրինակ առողջության վրա, գեղեցկության վրա կամ վիրահատության հետ կապված կամ նաև ձեր ծնողներին կարող եք օգնել այդպես գումարը ծախսեք։ Առողջության հետ կապված այստեղ նաև ընտանիքի վրա գումար ծախսեք, ծնողներին գումար կտակ։ Նաև սա ապահովագրություն է, կարող ապահովագրությունից ձեզ գումար են փոխանցում, գումար են տալիս։ Չէ, այստեղ գումարը չենք, զանգ եկավ կներեք, շահվեցին, առողջությունը սա, նաև դա միևնույնն է, ինչ-որ բան եկավ, նույնց ասեցի, առողջության հետ կապված մարդը արդեն տեսնում է, ոնց որ մի տեսակ մեծ է արդեն, հա, տարիքն է երևում, և բացի դա էլ դա միգուցե ինչ-որ մի բան եք փոխում օրինակ ձեզ վրա, այնտեղ առողջությունը վերջ ոնց ինչ-որ խնդիր կար, հիմա արդեն լավ եք, եւ դա ձեզ համար նոր կյանքի իմաստ է լինում եւ հա ոնց որ առողջության լավացումը, տեսքի լավացումը ձեզ մոտ կյանքի նոր իմաստ է առաջ, ոնց որ մարդը առաջ ուներ դեմքին, ինչ որ պահեր, ինչ որ բաներ, որոնք որ բուժվում է եւ բուժվելուց հետո ոնց որ այս շաբաթ ձեզ ուրիշ ձևի մարդ եք զգում, ոնց որ կյանքը նոր իմաստ է ստանում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հունիսի 15-ից մինչև 21-ը։ Այստեղ վեճը, ոմանց մոտ սա վեճը, շաբաթվա ընթացքում, ոմանց մոտ սա տուն մաքրել, վերանորոգումից հետո մաքրություն, ուբորկա եւ այլն։ Շաբաթ ոնց որ տրամադրում եք ձեզ եւ մի լավ տունը ուբորկա եք անում, կամ այս շաբաթը ոնց որ կռվի շորերն եք հայկել եւ անընդհատ ինչ որ տեղեր կռիվ եք ման գալիս եւ անընդհատ ուզում եք վիճել մարդկանց հետ։ Դե արդեն դա ձեզանից է կախված։ Տեսնենք ինչ է սպասվում։ Խաբեություն կա ընտանիքում կամ հարաբերություններում, դրա համար երևի վեճ կա, հենց այնպես չէր վեճը, նաև այստեղ խորամանկ քայլ կարող են անել ձեր նկատմամբ ընտանիքի անդամները կամ ինչ-որ մեկը կարող խորամանկորեն փորձել մտնել ձեր կյանք, միգուցե նաև դուք եք ինչ-որ մեկին հետ ուզում եք ծանոթանալ եւ այդպես խորամանկորեն եք այդ ամեն ինչին վերաբերվում, բայց նաև խաբեություն է սա, խաբեություն կարող է ինչ-որ մի հարցում ձեզ խաբել են ընտանիքի անդամներից ոչ մեկը եւ դրա հետ կապված վեճը։ Եվ աշխատանքի հետ կապված ձեր ցանկությունները կիրականանան, այսինքն ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք միգուցե ինչ-որ պաշտոն եք ուզում կամ ինչ-որ
փոփոխություն եք ուզում, դա եւս տեղի կունենա։ Ոմանց համար սա օտար երկրում աշխատանք է, որ կարող եք գտնել եւ փորձել տեղափոխվել կամ մեկ այլ երկրում, եթե դուք ապրում եք այսպես թե այնպես օտար երկրում։ Նաեւ դա կարող է ձեր հարազատներից մեկը ձեզ համար աշխատանք գտնի դրսում եւ ձեզ կանչի։ Բիզնես կարող եք բացել, դա եւս հա ձեր ցանկությունները, ձեր աշխատանքը առաջ տանել, գործունեությունը առաջ տանել, ինչ որ մի բան է, որ կարող եք բացել, ստեղծել, այն ինչ որ դուք շատ եք ուզում։ Գումարային առումով սա ավելի հասուն կվերաբերվեք գումարին, ավելի այնպես անիմաստ ծախսեր չեք անի այս շաբաթ, ավելի լուրջ բաների վրա, հա, ոնց որ ինչ որ անհրաժեշտ է միայն դրա վրա գումար կծախսեք։ Նաև միգուցե գումար եք շատ ստանում, միգուցե աշխատավարձն է բարձրանում եւ դա ձեզ համար իրոք ձեր կյանքին նոր իմաստ է տալիս, հա, այսինքն արդեն կարող եք ավելի ուրիշ ձև ապրել, ուրիշ ձև ծախսել, այդպես ավելի դե ինչքան գումարը շատ է, չէ, այնքան քեզ թույլ է տալիս ավելի ուրիշ բաներ գնել, քան իրականում որ կար քիչ գումար։ Նա նաև գումար ծախսելն է ձեր շրջապատի վրա, ընկերներով տեղ եք գնում, տեղ եք գումար ծախսում։ Եվ իհարկե այստեղ հնարավոր է ոմանց համար սա առաջ խաղացում է եւ այդպեսով էլ ձեր աշխատավարձն է բարձրանում եւ կյանքի որակն է փոխվում։ Առողջության հետ կապված ուշադրություն դարձրեք կանացի հորմոններին, տղամարդիկ իրենց հորմոններին, սեռական օրգաններին, որտեղ երբ որ սրանք ընկնում են, վարակի հնարավորությունը շատ մեծ է լինում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հունիսի 15-ից մինչև 21-ը։ Ընդհանուր ֆոնը դա արջն է, հզոր ուժը, նաև հովանավոր, եթե ինչ-որ կարիք ունեք, ապա ձեզ կօգնեն, կաջակցեն, սա ուժ է, որ մարդը ունի եւ յուրաքանչյուր բան այս շաբաթ կկարողանա դիմակայել։ Եվ պետական աշխատող է, միգուցե ծանոթություն պետական աշխատողի հետ, միգուցե գործեր կարող եք անել պետական աշխատողի հետ, անդադ այս շաբաթ ոնց որ պետք է հանդիպեք կամ հեղինակավոր մարդու կամ պետական աշխատողի, ինչ որ հարցեր իրար տանեք, դա կարող է լինել նաև իրավաբան, դա կարող է լինել մեկ այլ, հա, ինչ որ մեկ ում հետ որ անընդհատ կապի մեջ կլինեք։ Եվ եթե օգնություն ա պետք, կարող եք դիմել, այս մարդը ձեզ կօգնի, կաջակցի։ Տեսնենք ինչ է սպասվում ջրհոսներին։ Դե հիանալի շաբաթ է ձեզ համար, այստեղ ինչ-որ անակնկալ պահեր կլինեն անձնական կյանքում, միգուցե նոր ծանոթություն է, ժամադրություն է, ովքեր ամուսնացած են ինչ-որ հետաքրքիր անակնկալներ կլինեն, միգուցե առիթ է, ծնունդ է ձեր տանը եւ այդպես առիթ եք նշում, միգուցե ինչ-որ մեկը գատուն ծաղիկները ձեռքին։ Դե սա նոր հարաբերություններ են, նոր թիթեռնիկների են հարաբերություններն են, նոր հնարավորությունները Եվ ուղղը անակնկալ օրինակ ձեր տղան վերադառնա տուն կամ ինչ-որ մեկին իրոք այստեղ տանը պաշտոն են տալիս եւ դա ընդհանուր է բոլորի համար է անակնկալ Խոսքով հիանալի անձնական հարաբերությունները, ընտանեկան կյանքը, հա, այդպես սիրով լի Աշխատանքի հետ կապված ինչ-որ աղջկա հետ է կապված, դա կամ ինքն է ձեզ ինչ-որ պատվերներ անում, կամ ձեր մենեջերն է, ձեր տնօրենն է, կամ ինչ-որ աշխատանքի վրա ինչ-որ մեկն է ում պետք է սովորեցնեք, ինչ-որ բաներ անի, կամ ինքն է ձեզ սովորեցնում, ինչ անեք, ինչպես պետք է օրինակ աշխատեք այդ ոլորտում, նաև իրար հետ բիզնես եք բացում, ձեր քույրն է, ձեր մայրն է, ձեր ընկերուհին է իրար հետ որոշում եք ինչ-որ գործեր բացել, գործեր անել, բիզնես բացել եւ դել ինչ կլինի այս աղջիկով։
Դա ինչ-որ պատվիրատու է, ուրիշ ինչ-որ հատուկ բաներ չկան, կամ աշխատանքի վայրում աղջիկ է գալիս, ձեր ընկերուհին է գալիս, օրինակ, օգնում է ձեզ, որպեսզի այդ աշխատանքի ընդունվեք, կամ գնում եք հարցազրույցի եւ այնտեղ այդ աղջիկն է նստած։ Գումարային առումով ընտրության առջև եք կանգնած լինելու, կամ այստեղ երկու եկամտի աղբյուր ունեք, կամ մտածում եք, հա, մեկը հանել, որովհետև այդքան գումար չի բերում, այդ մասին եք մտածում այս շաբաթ, կամ այստեղ ընտրություն եք անում, գնել արդյոք սա թե թանկ է, դիմել աշխատավարձի բարձրացման համար, թե դեռ պետք չի, հա, նման ինչ-որ պահեր են, որ կընտրեք։ Իսկ առողջության հետ կապված անպայման ուշադրություն դարձրեք ձեր հորմոններին եւ տղամարդիկ եւ կանայք եւ սեռական օրգաններին, իհարկե, արդեն որդ անգամ եմ ասում, որ այս քարտը երբ ընկնում է, դա նշանակում է, որ սեռական վարակները շատ հնարավոր են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին հունիսի 15-ից մինչև 21-ը։ Ընդհանուր ֆոնը սա հասունությունն է, սա իմաստությունն է, սա գուցե պաշտոնը, առաջ խաղացումը, սա նաև կյանքի նոր իմաստ գտնելն է, ուրիշ ձև նայել, ավելի հասուն նայել կյանքին։ Այս շաբաթ կարող եք ավելի շատ գտնվել ձեր շրջապատի հետ, ձեր ընկերների հետ, իրենց հետ ավելի շատ օրերը անցկացնեք, նոր շրջապատ ձեռք բերեք, եւ իրենց մեջ լինեք այս շաբաթ։ Նաև դա կարող եք առաջ խաղացում ունենալ, եթե ոչ պաշտոն, ապա կարող է նաև առաջ խաղացում է ինչ-որ տարբերություն է։ Նաև սա, որ ընկնում է, դա ոնց որ մարդը արդեն զգում է, որ ինքը մեծ է, արդեն իր տարիքը զգում է, մինչև այդ միգուցե ուրիշ ձև էր վերաբերվում ամեն ինչի, բայց հիմա ոնց որ սթափվում է, երբ որ այս քարտը ընկնում է։ Սա նաև Աստծո քարտն է եւ սա վերաբերում է Աստված ձեզ հետ է։ Տեսնենք, ինչ է սպասվում ձկներին։ Այստեղ ովքեր որ միայնակ են հավանականությունը մեծ է, որ նոր ծանոթություն հակառակ սեռի ներկայացուցչի հետ եւ կարող է տղամարդն է գալիս տուն, ձեր տղան է գալիս տուն, նաև եղբայրը, ինչ-որ մեկն է, որ գալիս է եւ այս շաբաթ պետք է մնա ձեր տանը, ինչ-որ տղամարդ է, քեռին է եւ այլն, կարող է գյուղից են եկել, կարող է այլ տեղից դրսից են եկել, նաև ինչ-որ գործեր են, որոնք որ պետք է արվի, օրինակ ձեր ընտանիքի հետ կապված ինչ-որ մի տղամարդ է, ոնց որ կամ խառնվում է, կամ ինչ-որ հարցեր է լուծում, որը հենց ձեր ընտանիքին է վերաբերվում։ Աշխատանքի հետ կապված առաջ խաղացում է, բիզնեսը առաջ խաղացում է, սա նաև տեղափոխություն է մեկ աշխատանքից մյուսին, ցանկանում եք փոխել, դա նաև հենց գլխավոր քարտն է ցույց տալիս, որ ինչ-որ մի բան տեղափոխվում է ձեզ մոտ։ Եվ խնդիր չկա, այստեղ պահող ոչինչ չկա, այնպես որ կարող եք հանգիստ առաջ տանել ձեր գործերը, եւ որ եթե աշխատում եք ինչ-որ մեկի մոտ էլի գործեր հավաքվել, դա եւս կանեք, կվերջացնեք։ Գործուղում է սա ոմանց համար, կամ ձեր բիզնեսի հետ կապված կարող եք այցելել տարբեր օրինակ մարզեր, ինչ որ հարցերին լուծում տալու համար, այնտեղ առաջարկելու ապրանքը եւ այլն նման ինչ որ գործեր, կամ նաեւ աշխատանք կարող եք գտնել, որը կապված է այդպես տեղափոխության հետ, առաքման հետ, տաքսի վարելու եւ այլն, ինչ որ գործեր են, որոնք որ շարժ է անընդհատ ձեզանից պահանջում է, այստեղից այնտեղ ապրանք պետք է ուղարկեք, կամ այս շաբաթ ուղարկի գործեր եք արել եւ ապրանքները պետք է ուղարկեք մարդկանց, այդպես։
Եվ առողջ գումարի հետ կապված է գումարը ծախսում եք առողջության վրա, գումարը ծախսում եք գեղեցկության հետ կապված պրոցեդուրաների վրա, գումարը կարող ծախսել ծնողների վրա։ Նաև գումար աշխատելը կամ գումարի եկամուտը տեսնել ոնց որ դանդաղ է, հա, որտեղ ծառը ընդհանրապես ինքը դանդաղ է եւ գումարն էլ եկամուտն էլ եւս դանդաղ են բարձրանում։ Դե այս դեպքում պետք չի հիասթափվել, որովհետև ինքը ավելի է կայունանում, հա, այսինքն միշտ նույնը ստանում եք, նույն գումարը, եւ ուղղակի չի բարձրանում, չի առաջ գնում, չի շատանում։ Դե ժամանակի հարց է դա ուղղակի։ Գումար կարող ծախսել վիրահատության վրա, կամ ձեր, կամ ինչ-որ մեկի։ Իսկ առողջության հետ կապված ես բացարձակապես ոչինչ չունեմ ավելացնել, որովհետև հիանալի առողջություն, հիանալի պահեր, այնպես որ պոպոքի նման առողջ եք, դե ուղղակի կարող եք արդեն ոնց որ զգալ ձեր տարիքը, կհասկանաք, որ հա, վերջ դե այս տարիքում եմ դե մեկ այրևում է կամ չգիտեմ, նման ինչ որ հարց է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ